Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել մեր ալիքի աշխատանքներին եւ դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին, ընդհանրապես ռիթմիկ շարժումով սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին, որի համար մեր ողջ ստեղծագործական անձնակազմը կլինի շատ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է գրող Արմինե Հակոբյանը։ Արմինե, ես ձեզ միանգամից ներկայացնում եմ գրող, նախ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ համաձայնվել եք գալ մեր տաղավար այս գարնանային օրով։ Շնորհավորում եմ ձեր կանացի մեկամսյակի կապակցությամբ կանացի երջանկության ամենալավագույն ցանկություններով եւ կարծես թե դուք այսօր դատարկ ձեռքով չեք եկել։ Մեր տաղավար նվերով եք եկել, որի մասին խոսենք մի քիչ ավելի ուշ։ Բարով եք եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Արմինե, ձեր գրական ուղղվածությանը ես հասցրեցի որոշակի չափով ծանոթանալ մինչև այս տաղավար գալը։ Մեր հանդիպումը կարծես թե ուշ ստացվեց, բայց ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի, դա գուցե ավելի լավ էր, քանի որ ժամանակ էր պետք, քանի որ ստեղծագործող մարդ եք, որոշակի չափով ծանոթանայի ձեր ստեղծագործական աշխարհին, ձեր ստեղծագործական ուղղվածությանը, նոր միայն ավելի, այսպես ասած, պատրաստված ձեզ հրավիրեի մեր տաղավար, մեր ալիքի տաղավար, եւ այսօր բնականաբար շնորհավորում եմ ձեզ ձեր երկրորդ գրքի հրապարակման արդիվ, ցանկանում եմ, որ վերջինը չլինի, եւ թույլ տվեք, մինչև դուք ձեզ կներկայացնեք, մինչև ձեր նոր գիրքը կներկայացնեք, թույլ տվեք մի քիչ ես ձեր ստեղծագործության մասին արտահայտեմ իմ տեսակետները, թույլ կտաք։ Շատ հաճելի կլինի։ Շնորհակալություն։ Ձեր ստեղծագործություններին ծանոթանալով ես ճիշտ ասած հաճելիորեն ուրախացա։ Արդեն ունեք որոշակի ունկնդիր, որոշակի այսպես ընթերցողական շրջանակ ունեք, արդեն որոշակի, նաև վերջերս իդեպ շնորհավորում եմ ձեր գրքի շնորհանդեսի կապակցությամբ, շնորհանդես ներկայացել։ Գիտեմ, որ լավ է անցել ամեն ինչ, հետաքրքիր է անցել ամեն ինչ, եւ ձեր ստեղծագործություններին ծանոթանալով ես ստացա հետեւյալ տպավորությունը։ Դուք կարծես թե մի տեսակ վերկենցաղային մտածող եք։ Մի քիչ ավելի ձեր ստեղծագործությունները կրում են խոհափիլիսոփայական բնույթ։ Այսպես կենցաղային, մի քիչ այսօրվա խոսքով ասած շատ վատ իմաստով սերիալային դիալոգներ չկան այս գործերի մեջ, ավելի դուք կարծես թե մարդուն մղում եք ավելի խորը ճանաչողության, ինքնաճանաչողության, ինչը շատ կարևոր է շատերիս համար, չէ, որովհետև եթե ամեն մեկս մեզ հնարավորինս ավելի լավ իմանանք, մենք ավելի լավ կբացահայտվենք այս հասարակության մեջ։ Շնորհակալություն։ Ինչ լավ է, որ այսօր ամեն ինչ համաձայնության մթնոլորտ է։ Եվ բնականաբար ձեր գործերը կարծես թե այդ մարդկային ինքնաճանաչողության մղող ստեղծագործություններ են իմ կարծիքով, որտեղ մարդիկ ինչ որ մտածում են, մտորում են ինչ որ ընդհանրական բարձր արժեքների մասին եւ փորձում են քննարկել իրողությունները, քննարկել երևույթները, ինչպես որ նրանք դա տեսնում են եւ կարծես թե մի տեսակ նաեւ տիեզերական ոչ միայն նրանից եմ գալիս այդ արտահայտությունը, որ ձեր վերջին գրքի վերնագիրը հենց տիեզերականով է սկսվում, այլ տիեզերական դեպի տիեզերք տանող եւ կյանքի երևույթները տիեզերական իրողություններով են փորձում բացատրել։ Կյանքը, սերը, կյանքի շատ ու շատ երևույթները։ Նկատել միանշանակ։ Կարողացա մի քիչ գրաքննադատի տպավորություն թողնել, թե չէ։ Չէ, շատ լավ իրականում ներկայացրեցիք։ Շնորհակալություն։ Բայց երևի դուք ավելի լավ կներկայացնեք ձեզ, դրա համար հիմա խոսքը սիրով փոխանցում եմ ձեզ։ Շատ լավ, ես կներկայացնեմ ընդհանուր առմամբ իմ գրական գործունեությունը եւ այս գիրքը տիեզերական սիրո էներգիան մեր կյանքում իրական պատմություններ, որը վերջերս է լույս տեսել։
Կարող եմ ասել, որ որպես գիտակցական որոշում գրել եւ իմ գրածները հրապարակել եւ ներկայացնել հանրությանը իմ մոտ եղել է 2008 թվականից, երբ ավարտել էի դպրոցը, համալսարանը, այսպես ասած, ուսումնական հաստատություններում ակտիվ սովորելու փուլը իմ կյանքի ավարտվել էր եւ արդեն միտքս ավելի ազատ էր ու հանգիստ եւ էներգիաս կարողանում էի ուղղեի ստեղծագործություններին եւ այդ ժամանակվանից ի վեր գրում էի տարբեր հոդվածներ, էսսեներ եւ շատ ճիշտ եք նկատել, հենց խոհափիլիսոփայական հոգեբանական թեմաներով էին հիմնականում։ Եվ ես այդ ժամանակ ստեղծեցի իմ գրական ուղղվածություն ունեցող ստեղծագործական հարթակը, հրապարակում էի հիմնականում իմ ստեղծագործությունները այդտեղ։ Իսկ արդեն 2012 թվականին լույս տեսավ իմ առաջին գիրքը «Ժամադրություն մտքերի աշխարհում»։ Այնտեղ իմ փիլիսոփայական մտորումներն էին տարբեր հարցերի շուրջ, բարոյականություն, ազատություն, սիրո հետ կապված, մարդկային հոգեբանության տարբեր առանձնահատկությունների հետ կապված եւ այլն։ Եվ արդեն երկրորդ գիրքս լույս է տեսել 2024 թվականին, կա եւ էլեկտրոնային տարբերակով Լիտրեսի հարթակում է վաճառվում եւ արդեն տպագիր տարբերակով եւս գիրքը արկա է։ Իսկ ընթացքում եւ մինչեւ այժմ իմ ստեղծագործությունները հրապարակում եմ նաեւ իմ էլեկտրոնային հարթակներում։ Հետաքրքիր է, մանավանդ այսօր բլոգերի աշխատանքը բավականին հետաքրքիր է եւ ես նաեւ հետեւել եմ այդ առումով ձեզ, տեսնում եք ինչքան ուղղություններով են ձեզ հետեւել ու հետեւում։ Գրել եք հոդվածներ, չէ՞, էսսեներ, պատմվածքներ եք գրել, այդ ձեր հոդվածների մեջ, էսսեների մեջ ռուսերեն եք նաև գրել։ Երկու լեզուներով եմ եւ հայերեն տարածվել են, Ռուսաստանում տարածվել են ձեր բավականին, ես ասեմ իմ հետևորդների երևի 50%-ը ռուսալեզու են։ Ռուսալեզու է, ճիշտ է, ասինքն միջազգային դաշտել եք մտել ռուսաստան, միջազգային, որովհետեւ դեպքերում ռուսերենը միջազգային լեզու է։ Դա էլ է ողջունելի։ Ես ուզում եմ մի հատ հոգեբանական պահ հասկանալ այստեղ, էլի, այ դուք հիմա նստում եք եւ փորձում եք ստեղծագործել։ Ձեր ստեղծագործության ոգեշնչման հիմնական աղբյուրը կամ աղբյուրները, դրանց մասին խոսեք մի քիչ։ Ոգեշնչման հիմնական աղբյուրը, այսինքն ինչն է ինձ մղում ստեղծագործել։ Ինչն է ձեզ մղում, այ այսօրվա ես օրինակ լավ, դուք ասեք, ես մի քիչ ավելի կխորացնեմ իմ միտքը։ Այսպես ասեմ, ստեղծագործողի մոտիվները իհարկե կարող են շատ տարբեր լինել։ Կա հայտնի արտահայտություն, որ տառապանքն է ծնում ստեղծագործություն, եւ դա իհարկե միանշանակ ճիշտ է, երբ ինչ-որ ներքին վայտանքների մեջ ես տարբեր թեմաներով եւ ստեղծագործում ես, հանձնում ես թղթին քո ցավը, կարծես ինքդ հանգստանում ես, եւ այդ ստեղծագործությունը ծառայում է որպես մխիթարանք նրանց համար, ովքեր եւս նմանատիպ ապրումներ ունեն, նրանք կարդում են եւ տեսնում են, որ միայնակ չեն իրենց ցավի հետ այս աշխարհում։ Դա իհարկե դրական իր գործառույթը կատարում է եւ ունեցել եմ նաեւ այդ բնույթի ստեղծագործություններ, հիմնականում բանաստեղծական, պոետիկ ոճով, սակայն այդ գիծը ես ներկայում այդքան էլ չեմ շարունակում, որովհետեւ ներկայում ստեղծագործելուս մոտիվը մի փոքր այլ է։ Ես ուզում եմ ինչ-որ ասելիք, ինչ-որ գաղափար հաղորդել իմ ընթերցողին, որին ինքս արդեն հասել եմ։ Հասել եմ հոգևոր գիտելիքի շնորհիվ, հասել եմ ի վերուստ ինչ-որ թելադրանքով կամ իմ պրակտիկ փորձի արդյունքում եւ ստեղծագործելու հենց ոգեշնչումը գալիս է այդ պահերին, երբ կարծես միտքս է փայլատակում եւ այդ միտքը ուզում եմ հանձնել թղթին, թեկուզ հնարավոր է գեղարվեստական ձևով փաթեթավորված, ինչ որ պատմվածքի ձևով կամ ինչ որ այլ գեղարվեստական ձևով, որպեսզի ընթերցողի համար եւս լինի գրավիչ, բայց իմաստը ինչ որ միտք, ինչ որ ասելիք հաղորդելն է ընթերցողի։ Այդպես կարող եմ ասել ներկայումս։ Իսկ ո՞րն է ձեր ասելիքը։ Կարող եմ գիտեք հիմա ներկայացնեմ իմ այս գիրքը։ Ես կարող եմ իմ պատկերացնել, բայց ուզում եմ որ դուք արդեն ասեք։ Ես այս գիրքը կարող եմ ներկայացնել եւ ներկայացնելով գիրքը կարծես կպատասխանեմ նաեւ ձեր հարցին։ Գիրքը իրական պատմությունների ամբողջություն է։ Իրական պատմություններ, որոնք տեղի են ունեցել ինձ հետ կամ ինձ հարազատ մարդկանց հետ, այլ խոսքերով կամ անմիջական մասնակից եմ եղել պատմությունների կամ անմիջական մասնակիցների կողմից ինձ պատմվել են այդ պատմությունները։ Եվ ինչն է միավորում հիմնականում այդ պատմությունները, ինչու հենց իրական պատմություններ։ Սրանք բոլորը հենց այդպիսի թաքուն իմաստ, ասելիք, պարունակող կյանքից դրվագներ են։
Եվ ինչու հենց իրական դրվագներ, որովհետև իրականում մենք կարող ենք մեր որոշակի գաղափարը ասելիքը փոխանցել նաև հորինելու միջոցով։ Հորինենք պատմվածքներ, վեպեր, ստեղծագործություններ, որոնք հնարավորինս լավ կարտացոլեն մեր գաղափարը։ Բայց եթե լինենք ավելի ուշադիր իրականության նկատմամբ, կնկատենք, որ իրականությունը ավելի բազմազան է եւ շատ ավելին է տալիս, քան մարդկային երևակայության արդյունքում կարող ենք ստեղծել եւ իրական պատմություններում հենց մեր ասելիքը կարող է շատ ավելի լավ արտացոլված լինել իրական դեպքերում, որոնք տեղի են ունեցել կյանքում։ Եվ այդպես ես որոշել եմ լինել ուշադիր իրականության նկատմամբ եւ նկատել իրականում կատարվող այն դրվագները, այն պատմությունները, որոնք առավել լավ արտացոլում են տիեզերքի օրենքները, տարբեր կյանքի իմաստությունները։ Նաև այս գրքում կան հումորային պատմություններ, որտեղ կարծում եմ, որ հումորի ներկայացումը ընթերցողին եւս շատ դրական բան է, շատ հաճելի է, քանի որ պարգևում ես մարդկային լավագույն զգացողություններից մեկը, այդ լիաթոք ծիծաղի ծիծաղը։ Այդպես գրքի մասին եւ ասեմ նաեւ ինչու է գիրքը կոչվում տիեզերական սիրո էներգիան։ Այդ վերնագիրը եկել է ինձ մոտ վերջում, երբ արդեն ես իրական պատմությունները գրել էի եւ այդպես ուզում էի տրամադրել ընթերցողներին որպես գիրք, եւ երկար մտածում էի ինչ վերնագրի ներքո ներկայացնել այդ իրական պատմությունների ժողովածուն, մտքիս եկան տիեզերական սիրո էներգիան բառերը։ Իրականում տիեզերական սիրո լույսի տակ նայել մեր կյանքում տեղի ունեցող իրավիճակներին դա լավագույն մոտեցումն է։ Եվ ես այդպես էլ նայել եմ եւ այդպես էլ վերլուծել եմ այն ամենը, ինչ որ ներկայացնում եմ գրքում։ Շատ բարություն կա, կարծես թե։ Բարություն, բարի մաղթանքների, բարի կամեցողության, ինչ որ կարծես թե ծաղկե փնջեր եք նվիրում ձեր գործերով։ Մեկուսեք էսի տպավորություն աստեղծում կարդալ եւ նուրբ է բավականին ձեր ստեղծագործությունը եւ լեզուն է նուրբ եւ ընդհանրապես իրավիճակներն են բավականին նուրբ, հոգեբանական ճիշտ ասեցիք, հոգեբանականը դուք ավելացրեցիք, ես իմ խոսքում սկզբից հոգեբանականը չշեշտեցի եւ մարդուն կարծես թե մարդու համար ստեղծում են ինչ-որ հոգեվիճակներ, որտեղ այո, մարդը մտածում է տիեզերական սիրո, տիեզերական էներգիայի մասին, տիեզերքից ինչ-որ լույս ստանալու դեպի վերև ուղղված հայացքով, չէ՞։ Այո։ Ճիշտ եմ հասկանում։ Ու գիտեք ինչպես է, ոչ միայն բարի, ոչ բոլոր դրվագները չի, որ բարի դրվագներ են կամ ինչ-որ շատ դրական իրադարձություններ են, բայց ամեն դեպքում կարևորը մեր հայացքն է կյանքին։ Ինչ է մեր հետ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ըստ իս եւ ըստ այս գրքի գաղափարի, դա կամ մեր ցանկությունների իրականացումն է, մեր մտքերի արտացոլանքն է, այլ խոսքերով ասած այն պատվերն է, որը ուղղել ենք տիեզերքին եւ որը անպայման վաղ թե ուշ գալու է դեպի մեզ, կամ եթե այդ իրադարձությունները առաջին հայացքից այդքան էլ հաճելի չեն եւ մեզ ցավալի զգացողություններ են պարգևում, հետո ընթացքում հասկանում ենք, որ դրանք ունեն ինչ-որ իմաստ, ունեն ինչ-որ դաս, որը մեզ անհրաժեշտ է եւ երբ մենք հասկանում ենք այդ իմաստը, դա այդ զգացողությունները կորում են եւ շնորհակալության զգացումով ենք հիշում այդ դեպքերը, այդպիսի դրվագներ են ներկայացված այս գրքում, այսինքն եւ հաճելի եւ ոչ այդքան հաճելի պատմություններ։ Բայց ամեն դեպքում լավատեսական, որովհետեւ այս մեր ժամանակներում, երբ որ շատ են վայրիվերումները, շատ է հորետեսությունը, շատ է մի տեսակ չէ, մի տեսակ մութը, խավարը, ճղճիմությունը, ձեր գործերը ի ուրախություն բոլորիս երևի թե ավելի լավատեսության եմ աղում եւ ես ամենայն դեպս համակվել եմ լավատեսությամբ, ինչքան էլ որ կյանքում կա վատը, նեգատիվը, այո, աչք չեք փակում իրողությունների վրա, բայց ամեն ինչը կարծում եմ որ լավ ստեղծագործողներին հատուկ հատկանիշ է, երևույթները մարդուն մղում եք դեպի լավատեսությանից, դա կարծում եմ շատ կարեւոր է այսօր, մանավանդ մեր այս փոթորկալից այս հակասական ժամանակներում։ Այո, համաձայն եմ, ինչ որտեղ դա էլ կա եւ նույնիսկ վատ իրադարձությունների մեջ ոչինչ պատահական չի լինում այս աշխարհում, նույնիսկ եթե ինչ որ վատ բան է տեղի ունենում, եթե մենք փորձում ենք դրան վերաբերել իմաստ որոնելով եւ ավելի շատ ընդունում ենք այդ իրավիճակը եւ կարող ենք դրական արդյունքներ ունենալ ի վերջո, իսկ եթե պարզապես բողոքենք, որ ինչու է այսքան վատ, գնալով կարծում եմ ավելի լավ դրանից չի դառնա։ Այո, եթե ամեն մեկս մի մոմ վառենք, մեր իրականությունը կդառնա ավելի լուսավոր։ Եկեք այսօր այս գարնանային լավ եղանակին խոսենք լավատեսական երանգներով եւ թույլ տվեք ձեր գիրքը այսպես ավելի լավ ներկայացնել մեր
ունկնդիրներին Արմինե Հակոբյանի նոր գիրքը կոչվում է Տիեզերական սիրո էներգիա մեր կյանքում իրական պատմություններ։ Նորից ու նորից շնորհավորում եմ ձեզ ձեր Շնորհակալ եմ գրքի հրատարակման կապակցությամբ եւ ցանկանում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ։ Արմինե, դուք ապրում եք գրական իրականության մեջ։ Հաղորդակցում է գրական կյանքին այսպես թե այնպես, կան փառատոններ, չէ, Bookfest-ը կա, տարբեր ինչ-որ բան։ Այսօր կարծես թե, չգիտեմ, եթե ես սխալվում եմ, դուք ինձ էլի դեպի լավատեսությունը տանող երանգներով ուղղեք, մենք խոսում ենք, չէ, եթերից առաջ դրա մասին անկեղծորեն կիսվել ենք, շատ ենք կիսվել։ Մի տեսակ ես այսօր այն անցյալ ժամանակների ոգով մի տեսակ գրական լայն իմաստով այսպես կապակցված կյանք, համապարփակ կյանք չեմ տեսնում մեր իրականության մեջ, ինչը ոչ թե նրա համար, որ ես հոռետես եմ, չեմ ուզում տեսնել կամ ընդհակառակը ես իմ բնույթով շատ ավելի լավատես եմ, ուզում եմ անդադ մի փոքրիկ մի լավ բան էլ տեսնեմ, այդ լավ բանը ուռճացնել անգամ, բայց մի տեսակ այս ժամանակներում կարծես թե մի տեսակ գրական կյանքը չի շահկապվում, ինչպես հարկն է, գոնե իմ կարծիքով հանրության հետ, հանրությանը չի բարձրացնում, ինչպես չէ գրականությունը ասում էր Պարուր Սևակը արվեստը ինչքան էլ որ լինի առածգական չի կարելի այն իջեցնել հանրամատչելիության աստիճանի արվեստը ինքը պիտի հանրությանը բարձրացնի տանի իր աստիճանին իր բարձրությամբ դեպի իր բարձունքները այսօր ինչն է պատճառը որ ըստ ձեզ չկա այդ լայն իմաստով այդ գրական երրում մթնոլորտը որ հանդիսատեսը կապրի այս ժամանակին կար այսպես Սևակյան հիվանդություն չէ գուցե Շիրազյան հիվանդություն երբ որ այդ գրողները ինչ որ մի բան գրում էին ամբողջ հասարակությունը երրում էր խանդավառվում էր այդ ստեղծագործություններով ապրում էր չեմ լավ ամբողջը մի քիչ չափազանցություն կլինի կամ հասարակության մի զգալի գոնե այսպես մտավորական ավելի շատ կրթված հատվածը էլի կարելի ասել էլի գրականություն սիրող հատվածը կա այդ ամեն ինչը այդ աժիոտաժը այդ շարժը այսօր թե ոչ ձեզ եւ եթե չկա ինչ անենք որ լինի Շատ լավ ես հասկանում եմ ձեզ ես կարող եմ ձեզ հետ կիսվեմ իմ դիտարկումներով գրական դաշտում կատարվող իրադարձությունների վերաբերյալ եւ իմ դիտարկումները հիմնականում վերաբերում են վերջին 10 տարիներին երբ 2010 թվականին ես սկսեցի վարել իմ գրական ուղղվածության բլոգը ես վեր էի լուծում գրքեր ներկայացնում էի գրքերի վերաբերյալ իմ տեսակետը ճիշտ է ես վարում էի երկու լեզուներով հայերեն եւ ռուսերեն եւ Ինձ մոտ հետաքրքրություն կար գտնել այլ նմանատիպ հարթակներ։ Հայերեն ես չէի գտնում եւս մեկ գրական հարթակ կամ գուցե կային մեկը երկուսը, բայց ամենայն դեպս այնքան քիչ էին, իսկ ռուսալեզու գրքային բլոգները բավականին շատ էին։ Կնիժնի բլոգ, ես ինքս ռուսերենից ոնց որ թարգմանել էի հասկացությունը հայերեն գրքային բլոգ եւ այդ ժամանակ նույնիսկ այդ բառակապակցությունը չէր կիրառվում գրքային բլոգ։ Իսկ երբ նայում եմ հիմա կան շատ գրքային բլոգներ, մի քանի տասնյակն են, այդ բլոգերները ունեն հազարավոր հետևորդներ, որոնք շատ ակտիվ հետևում են նրանց, ես ինքս լինելով գրական դաշտում ինքս հետևում եմ եւ տեսնում եմ այդ ակտիվությունը, այդ աժիոտաժը, ինչը ինձ շատ դուր է գալիս վերջին 10 տարիների կտրվածքով այդ դրական միտումը։ Այսինքն գտնում որ վերջին 10 տարին հատկապես դեպի առաջ են գնում գրական կյանքը։ Այո, ես այդպես եմ կարծում։ Դա խնդիր չկա, ես միայն ողջունում եմ, եթե դա այդպես է եւ եթե գտնում եք որ գրական կյանքը ես շատ ուշադրությամբ չեմ կարողանում հանգամանքների բերումով հետևել մեր գրական կյանքին ամբողջական ինչքան հասցնում եմ այնքանով եմ հետևում բայց դուք ավելի գրական դաշտում ապրող եւ ստեղծագործող մարդ եք եթե դուք ասում եք որ կա դրական տեղաշարժ ուրեմն ես ուզում եմ հավատալ ձեզ։ Դա նկատել եմ բարեբախտաբար եւ նաեւ այդ գրքային փառատոնների ժամանակ կա շատ մեծ ակտիվություն։ Ճիշտ է նաեւ կներեք այդ գրական փառատոնների այդ Bookfest-ը որ ասեցիք օրինակ չեք գտնում որ գրական կյանքը խթանելու համար լավ իմաստով երիտասարդությունը դեպի գրականություն բերելու համար եւ ընդհանրապես կյանքը այսպես գրական մթնոլորտով ողողելու համար այդ փառատոններում այդ այսպես ստուգատեսները պիտի լինեն շատ ավելի արդարացի եւ ավելի չափանիշները այնտեղ պիտի լինեն շատ ճիշտ դրված մասնագիտական եւ այդ չափանիշները պետք է կիրառվեն
կա այդպիսի բան, այ Bookfest-ի պահով ինչ կարող եք ասել, եթե հետևել Նկատի եք։ ունեք մրցույթները։ Մրցույթները, որտեղ ի հայտ կան նոր ստեղծակ, բայց ի հայտ կան արդարության մթնոլորտի։ Այն ինչի մասին այսօր շատ են խոսում, ասենք թատերական փառատոն եւ այլն, որ շատերից եմ լսել, որ չկա արդարություն, չկա արդար, այսպես գնահատական, դրա համար շատերը հիասթափվում են, խնամի ծանոթ բարեկամ այսպես հարաբերություններ։ Ասած տեղեկացված չեմ, եթե անկեղծ ասեմ, ես ինքս չեմ մասնակցել փառատոնների, որպես գրող ես հակված չեմ այդքան էլ մասնակցելու այդպիսի մրցույթների, բայց իհարկե շատ լավ կլիներ, եթե լիներ արդարություն, չեմ պնդում, որ չկա, որովհետև տեղյակ չեմ, բայց լավ կլինի, եթե լինի, այո, իրականում ամբողջ ընթացքը արդարացի եւ դա կխթանի նաեւ ստեղծագործող մարդկանց եւ ճանաչում ձեռք բերելու եւ ինչ որ մոտիվ կստեղծի, որպեսզի ցանկացած հարցում մրցակցությունը ստեղծում է մոտիվ մարդու մեջ լրացուցիչ։ Հա, ճիշտ եք ասում, այո, մոտիվները, այսինքն մարդու Եվ այդ փառատոնները, մրցույթները, այո, կարող են լրացուցիչ մոտիվացիա լինել։ Ձեր օրինակ ստեղծագործությունները, այսպես ասած, օրինակ ես ինչքան որ կարողացա հաղորդակցվել, կարծես թե դրանք մի քիչ դժվարությամբ վերածվեն, չէ՞, ասենք ֆիլմի ներկայացման։ Երբևէ մտածել եք, որ ձեր ստեղծագործությունները, որովհետև ասենք բեմակ չէ, որ դա էլ նաև ձեր ստեղծագործությունները հանրայնացնելու ձև կլինի, կամ ֆիլմ նկարվի, այսպես մտածել եք այդ առումով։ Ճիշտն ասած մտածել եմ, այս իրական պատմություններ գրքում կան այդպիսի դրվագներ, որոնք կարող էին լինեին կարճամետրաժ ֆիլմեր, ինչ որ փոքրիկ էկրանավորումներ ու կարծում եմ, որ լավ կլիներ կնայվեր։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի դա, որովհետև դա ձեր ստեղծագործությունները ավելի, որտեղ մանավանդ այսօր այս սոցիալական ցանցերի ժամանակներում, այսպես հեռուստադաշտի այս ժամանակներում ձեր ստեղծագործությունները հանրայնացնելու համար ավելի, որովհետև կան հետաքրքիր մոտիվներ, որոնք մի քիչ այսպես լավ կինո դաշտ բերելու տարբերակով կարող են հետաքրքիր մանավանդ, որովհետև այսօր կենցաղն է շատ, էլի, եթե համաձայն եք, չէ՞, ինձ հետ այսպես շատ դեպքերում այդ սերիալները, էլի չեմ ուզում պախարակել, սերիալը լավ բան է, սերիալը հեռուստատեսության կարևորագույն ժանրերից է, բայց ես ուզում եմ, որ որակյալ սերիալներ, հանրությանը բարձրացնող, այսպես հանրության ճաշակ, այո, ասելիք բերող, հանրությանը կրթող, զարգացնող, բարձրացնող հոգևոր այսպես էներգետիկա տվող, այսպես ասած, ինչպես ձեր ստեղծը տիեզերական հոգևոր էներգետիկաներ տվող, նրանց հոգեբանությունը բացահայտող, ավելի ճիշտ հոգեբանական շերտերը բացահայտող գործեր լինեն եւ ես ուրախացա նաեւ ծանոթանալով ձեր գործերին, որտեղ կա այդ հոգեբանությունը, կան այսպես հոգեբանական շերտեր բացահայտելու մղումները, ինչը շատ կարեւոր է, որտեղ մենք շատ հաճախ մխրճվելով կենցաղային իրականության մեջ մոռանում ենք ավելի բարձր արժեքների մասին, ավելի բարձր հոգևոր, հոգեբանական իրողությունների մասին, ավելի մի տեսակ կյանքից վեր կանգնելու եւ կյանքի մասին փիլիսոփայելու մասին, որը նույնպես շատ կարեւոր է, չէ՞, մի քիչ պիտի վեր կյանքային լինել, մի քիչ վեր երկրային պիտի փորձես մի քիչ ավելի վերևից նայել, չէ՞, ժողովրդական խոսքն ասում, վերևից նայի կամ թեթև նայի, այդ վերևից նայելու զգացողությունն ենք, չէ՞, երևի մենք Այս վերջի շրջանում զգացողություն է իրականում, որովհետև եթե ապրենք մակերեսի վրա առօրյա կենցաղային տեխնիկական խնդիրները իրենք այնքան շատ են, որ կարող ենք մխրճվել ու որևէ կերպ դուրս չգանք դրանից, բայց կյանքը այդտեղ չէ։ Կյանքը ավելի խորքում է, երբ որ այլ կերպ ես կարողանում նայել այդ ամեն ինչին։ Եթե այդպիսի հայացք չունենանք, ես կարծում եմ, որ կյանքում ոչ մի հետաքրքրություն չի լինի, հետաքրքրությունը հենց այդ խորքից տեսնելու մեջ է այդ ամենը։ Ես փորձում եմ իմ ստեղծագործություններով դա ցույց տամ եւ փորձում եմ ինքս էլ կյանքին նայել ավելի այլ հայացքով, ավելի խորքից, ավելի իրերի էությունը տեսնել, ոչ թե այդ կենցաղային մակերեսային ամեն ինչի ինչ որ կա, ինչը ակնհայտ է բոլորի համար։ Ձեր աշխատանքը օգնում է ձեր ստեղծագործությանը, թե ոչ։ Որտեղ որ դուք աշխատում եք։ Իմ աշխատանքը չի խանգարում իմ ստեղծագործությանը։ Չի խանգարում։ Բայց նաև չի օգնում, հա։ Չէ, գիտեք ինչպես է, դա էլ է։ Սուրճը, խնդրեմ, սուրճը սարես կարող եք եւ սրճել, որտեղ ես օգտվում եմ առիթից, համ սուրճ եմ խմում, համ էլ։ Շատ լավ։
Աշխատանքը առաջին հերթին մթնոլորտ է, որտեղ անցկացնում ամբողջ օրը, եթե այդ մթնոլորտը դրական է, բարյացակամ է մթնոլորտը, ինքը չի խանգարում, նպաստում է, որ ստեղծագործես, որ միտքդ լինի հանգիստ, իսկ հաճախ լինում է, որ հակառակն է մթնոլորտը, եթե կա լարվածություն, ուղղակի երբ կա առօրյայում շատ մեծ լարվածություն, առօրյա մեծ խնդիրներ, որը իհարկե աշխատանքը կարող է բերել, Փարքաստուի մոտ այդպես չի, բայց այդ ժամանակ շատ դժվար է լինում ստեղծագործելը, եթե ունես օրվա խնդիր լուծելու։ Դա կարող է լինի աշխատանքի հետ կապված կամ այլ բաների հետ կապված։ Ինձ մոտ ես աշխատանքի տեսանկյունից կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ է եւ ստեղծագործական էներգիաներս նույնիսկ խթանում է։ Որովհետև աշխատավայրում մթնոլորտը լավն է շատ։ Շատ ուրախալի է։ Եվ այսօրվա մեր զրույցի շատ բաներ կարելի է խոսել, բայց կարծում եմ, որ մեր վերջին հանդիպումը չի լինի հաստատ այս մեր տաղավարում մանավանդ որ ունենք ձեզ հետ միասին հետաքրքիր գաղափարներ, դեռ ունկնդրից գաղտնիք պահենք, իրականանան նոր այդ գաղտնիքները, նոր արդեն եւ այլն այդ հաճելի որպես անակնկալ պահենք, այսպես ինտրիգը պահենք, ինչպես ասում են, ձեզ հետ միասին եւ վերջում ինչ կցանկանաք բարեմաղթել մեր ունկնդիրներին, մեր ընթերցողին այսօր գրականությամբ հետաքրքրվող մարդուն, ինչ կցանկանաք։ Կցանկանամ, որ կյանքի յուրաքանչյուր փուլում ընթերցողը գտնի հենց այն գիրքը, որը տվյալ պահին իրեն անհրաժեշտ է, որը տվյալ պահին պատասխանում է իր այն հարցերին, որը ինքը ունի։ Եվ ես կարծում եմ, որ նման օրինաչափություն կա, իրականում գրքերը գտնում են իրենց ընթերցողին եւ ընթերցողներն էլ կարծում եմ, որ կփաստեն, որ դա այդպես է, որտեվ իմ կյանքում դա միշտ այդպես է եղել եւ ընդհանուր առմամբ ցանկանում եմ, որ ընթերցանության հանդեպ այդ ցանկությունը ընթերցելու եւ պատրաստակամությունը երբեք չկորչի եւ գիրքը միշտ լինի ընթերցողի ուղեկիցը, միշտ այն գիրքը, որը նրան անհրաժեշտ է։ Շնորհակալություն, միանում եմ ձեր բարեմաղթանքներին։ Ես էլ սրտանց ցանկանում եմ ձեզ նոր այս գարնանային լավ տրամադրությամբ, գարնանային լավ մղումներով նոր հետաքրքիր ստեղծագործական դրսևորումներ, որոնց համար կլինենք միայն ու միայն շատ ուրախ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի բարեկամներ, մեր հյուրն էր գրող, բլոգեր Արմինե Հակոբյանը, ցանկանում ենք ձեզ լավ գարնանային տրամադրություն եւ անսպառ լավատեսություն։